Գրեթե մեկ ամիս առաջ ողջ համացանցի քննարկման թիվ 1 թեման Գուսան Արամ Ասատրյանի թոռան, կրտսեր Արամ Ասատրյանի և նրա սիրելի Աննայի Հարսանյաց հանդեսն էր։ Սեդրակ Ասատրյանի որդին Արամը Ամերիկայի Միացյալ Նահանգներից իր ընտանիքի, ընկերների, բարեկամների հետ ժամանել էր հայրենիք, հենց այստեղ էլ կազմակերպել իր կյանքի ամենակարևոր ու հիշարժան օրը։ Այս հարսանեկան կադրերը մինչ օրս տարածվում են համացանցում, դրանց մեկնաբանությունների դաշտը լի է միմիայն դրական ու ջերմ խոսքերով։ Ի տարբերություն այլ դեպքերի, այս զույգը կարելի է ասել միանշանակ սիրվել է հանրության կողմից, չկա որևէ բացասական մեկնաբանություն, չկա քննադատություն և չկան քննարկումներ, այստեղ միայն բարի բախտ են մաղթում զույգին, ջերմ խոսքեր հղում նրանց և խոսում նրանց ներդաշնակ լինելու մասին։ Այսօրից ի վեր Արամ Ասատրյանի սիրելի Աննայի հանդեպ հանրային ուշադրությունն առավել շատացավ։ Նրա հետևորդների բանակը ինստագրամյան հարթակում կայծակնային արագությամբ շատացան։ Արդեն այսօր Աննան վարում է իր բլոգը, ցույց տալիս ինստագրամյան հարթակում իր առօրյայից հատվածներ, որոնք իսկապես հետաքրքրում են իր հետևորդներին։ Աղջիկն այսօր ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ ցույց է տվել նաև իր և Արամ Ասատրյանի միջև եղած ամենաերկար հեռավորությունը։ Ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց երբ դուք սիրում եք իրար և վստահում Աստծուն, ամեն ինչ պատահում է իր ճիշտ ժամանակին։ Երբեք ծանր սրտով պետք չէ քնել։ Գրել է Աննան, նշելով, որ սերն ու համբերությունը միշտ հաղթում են։ Նշենք նաև, որ հերթական անգամ ինստագրամում նրան գրել են, որ նա շատ գեղեցիկ հարսնացու էր։ Այս խոսքերին ի պատասխան Աննան նշել է, որ շատ հաճելի է միանշանակ դրական խոսքեր և ջերմ մեկնաբանություններ ստանալը հետևորդների կողմից։ Նշենք, որ այս հարսանիքին շատ մեծ ակտիվությամբ նաև տարածվում էին Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի մասնակցությամբ տեսանյութերը։ Նա բավականին երիտասարդ շքեղ տեսք ունի և այդպիսով էլ ներկայացել էր որդու հարսանիքին և մեծ ուրախությամբ նշել այն։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ Արամ Ասատրյանի հարսը Կարմենն ու նրա երկրորդ ամուսինը Արտակը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակել են իրենց որդու խնջույքը։ Նրանք իրենց հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես են հենց այնտեղ էլ նշել և տոնել որդու Արամի միությունը։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը, շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական և թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի Հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքահարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը», գրել է Արա Ղազարյանը։ Սրան ի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ և զգացված ենք։ Լավ և հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ էր մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի և մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար», նշել է Կարմենը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որտեղ Կարմենն ու իր որդին Արամ Ասատրյանը հարսանիքի ընթացքում պարել են միմյանց հետ։ Այս պարը հուզել է ներկաներին։ Նրանք բավականին գեղեցիկ պարով են հանդես եկել։ Պարի ընթացքում Կարմենը կարծես թե հուզվել է, իսկ որդին փորձել է հանգստացնել մորը։ Այս տեսանյութը ևս ակտիվորեն տարածվել է համացանցում, այն գրավել է շատերի սրտերը և կրկին մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ ասես քույր և եղբայր լինեն և ոչ թե մայր և որդի։ Կարմենը այդքան երիտասարդ տեսք ունի։ Նշենք նաև, որ Կարմենի մասնակցությամբ այլ տեսանյութեր ևս տարածվել էին համացանցում, որոնց մեկնաբանությունների դաշտը ևս լի էր դրական և ջերմ խոսքերով։ Ներկայացնում ենք Արամի և մայրիկի ջերմ ու հուզիչ պարը։ Նշենք նաև, որ երեկ էլ Կարմենը ներկայացրել էր Աննայի մասնակցությամբ լուսանկար և գրել. «Մեռնեմ քո քաղցր ժպիտին»։ Կարմենը հերթական անգամ ապացուցում է, թե որքան ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում իր որդու կնոջ հետ։ Բացի այդ, նախքան այս էլ Կարմենը բազմաթիվ անգամներ հրապարակումներ է արել Աննայի մասնակցությամբ, Աննայի և որդու մասնակցությամբ, ինչպես նաև հրապարակումներ է արել և այդպիսով իր սերն արտահայտել և ցույց տվել իր որդու ընտրության հանդեպ։ Կարմենը մի քանի անգամ է նշել, որ Աննան իր համար ոչ թե իր որդու սիրելին է, այլ հարազատ դստեր պես է։ Նշենք նաև, որ Կարմենն ու նրա ամուսինը Արտակը համատեղ կյանքում ունեն դուստր Էլիզաբեթը։
Էլիզաբեթի մասնակցությամբ վերջերս Կարմենը ավելի շատ հրապարակումներ է անում, ցույց տալով, թե որքան նման է աղջիկը իր հայրիկին։ Նշենք նաև, որ այս օրերին Աննան և Արամը վայելում են իրենց մեղրամիսը։ Սկզբում նրանք գնացել էին Մալդիվներ, ապա ուղևորվել են դեպի Դուբայ։ Աննան ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալով իրենց լիարժեք և յուրօրինակ հանգստից կադրեր։ Ներկայացնում ենք դրանք ձեզ, ինչպես նաև ներկայացնում ենք Աննայի և Արամի օրեր առաջ տեղի ունեցած հիշարժան օրվա բացառիկ կադրերը։